կրկնելը իմաստ չունի։ Հարցը լուծում էր հետևյալ կերպ. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամ արտահայտությամբ, որը ուներ պարտադիր իրավական ուժ եւ որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Սա մեկ։ Երկրորդ, մենք Ադրբեջանին էինք վերադարձնում 7 շրջաններից 5-ը խաղաղապահ ուժեր էին գալիս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ եւ կախված նրանից թե տեմպերով եւ երբ կորոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, կորոշվեր նաեւ երկու շրջանների ճակատագիրը։ Լավրովը ինչ մասին էր խոսում, որ ասում էր հարց ըստեյության նախընտրել եք թողնել սերունդներին, անձամբ դուք չէ, այլ բանակցողներ ես ամբողջ ժամանակահատվածի։ Ոչ։ Ես բազմաթիվ անգամներ եմ ասել, որ մեր ցանկությունն է, որ խնդիրը լուծվի։ Դուք ինձնից երբևէ լսել եք արդյոք ոչ մի տիզականության հետ կապված որևէ գաղափար։ Մենակ այդ չէ, տարբեր ժամանակներ ասել եք։ Ինչն է պակասում, որովհետև ասում են Լավրովի պլանը գուցե ավելի լավ տարբերակ լիներ, քան այն ամեն ինչը հիմա մենք ունենք։ Գուցե Ես նորից պետք է կրկնեմ, ախր դուք մենակ ձեր մտքում ուրիշ բաների մասին եք մտածում, բայց չեք լսում, որ ես ասում եմ Լավրովի պլան չի եղել, նորից ասում եք Լավրովի պլան։ Ինչ որ լավ ուսանն Լավրով չի, բայց որոշակի առաջարկների փաթեթ է եղել, որ ավելի կրկնակի անգամ ավելի լավն է, քան հիմա մենք։ Ոչ թե կրկնակի անգամ, բայց շատ լավն էր եւ մենք պատրաստ էինք դրան գնալու։ Դրա ապացույցը այն էր, էլ ձեր հարցին ես չեմ պատասխանելու, որովհետեւ դուք այլ նպատակ ունեք։ Մի բառ եմ ասում, 3-ը դուք եք ասում։ Եթե դուք ավելի լավ գիտեք, դուք պատասխանեք, թող այս մարդիկ լսեն, չեմ պատասխանել։ Որ ամեն անգամ երբ որ գնում ենք զիջումների, Ադրբեջան նոր զիջումներ է ակնկալում։ Ես տենց բան չեմ ասել։ Խոսքը փակ դռների ետևում նաև որ ասում եք Ալիևին ստիպում էին, որ ճանաչեր Արցախի։ Ես չեմ ասում, Ալիևն էր ասում։ Ինչը երևի գործընկերս նաև դա նկատի ուներ, պարոն Սարգսյան, որ ինչն է ինչ որ մի պահի հետ կանգնեցել այդ բանակցություններին։ Մենք հետ չենք կանգնել որը բանակցային փաստաթղթ։ Հետ են կանգնել, այո, բայց դա հույս են ունեցել, որ ռազմական էսկալացիա դա փակուղին շատ նորմալ։ Այո, բայց երբ չի եղել փակուղի։ Սկսած 95 թվականից, 94 թվականից տարբեր ժամանակներում եղել են փակուղիներ, բայց փակուղի չի նշանակում, որ վերջնականապես ամեն ինչը որոշվեց։ Այդ փակուղուց բազմաթիվ անգամ դուրս ենք եկել այդ փակուղուց։ Բա Քիվեստը փակուղի չէ, որ չստացվեց, դրանից հաջորդները, ես մեր ժամանակահատվածին անցնեմ, Բակազանը փակուղի չէ, բայց փակուղից հետո ինչպես նորից բանակցությունները շարունակվեցին եւ էական փոփոխություններ չեղան։ Բա բանակցությունները տենց է, եթե փակուղի չլիներ, հարցերը կլուծվեին, էլի։ Մեր ժողովրդի մեջ ինչը փոխվեց, որ օրինակ ապրիլյան պատերազմին մի դատականնիստից ուշանում եմ, խնդրում եմ գնաք, որովհետեւ դատականնիստից հետո էլ հարցերի չեմ պատասխանելու։ Դոզա թողեք, որ պատասխանեմ։ Լրագրողներ